Եվ այսպես Լիլիա, Կենտրոնական բանկի վիճակագրությունը հուշում է, որ Հայաստանում օնլայն առևտրի շրջանառությունը աճել է եւ օրինակ 2024 թվականի տվյալով այդ աճը եղել է գրեթե 75%-ով։ Սա իհարկե մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ արդեն բացասաբար է ազդում մեր մանրածախ առևտրի ներկայացուցիչների առևտրի վրա։ Ինչ պատկեր կա եւ ինչ խնդիրների առաջ են կանգնում մեր առևտրականները։ Ֆենոմենը բավական հետաքրքիր է եւ սա համաշխարհային տրենդ եւ երևույթ է, ոչ միայն հայաստանյան։ Իրականում սա կարելի է բնութագրել ընդհանուր առմամբ թվային տնտեսության, որը համեմատաբար նորություն է, իհարկե նորություն ասելը սխալ կլինի, բայց համեմատաբար նոր միտում եւ զարգացում է, դրա երկակի ազդեցությունների հետ մենք գործ ունենք։ Նախ, եթե համաշխարհային ծավալներից խոսենք, ապա օրինակ 2022 թվականին էլեկտրոնային առևտրի ծավալները գնահատվել է մոտավորապես 893 միլիարդ դոլար եւ կանխատեսում է, որ մինչեւ 2032 թվականը անգամներով գրեթե 10 անգամ այդ ցուցանիշն ավելանալու է։ Մեզ մոտ եւս աճը բավական արագ է տեղի ունենում։ Մրցակցության Պաշտպետական հանձնաժողովի գնահատականներով իրենց զեկույցով 22 թվականին մեզ մոտ մոտավորապես 204 միլիարդ դրամ էր շրջանառությունը, ինչպես նշեցիր Կենտրոնական բանկի գնահատականով արդեն 24 թվականին 990 միլիարդ դրամ բացարձակ թվով, որը միայն մեկ տարվա ընթացքում 23 թվականի համեմատ ավելացել է ավել քան 70%-ով, իսկ 21 թվականի համեմատ փաստորեն գրեթե 5 անգամ է ավելացել։ Հիմա Եթե հակիրճ ազդեցությունների մասին, ինչպես նշեցինք, բնական է դա ունի եւ դրական եւ բացական ազդեցություններ։ Դրական է անշուշտ հանգամանքը, որ հատկապես արտաքին շուկաների մուտքի խնդիրներ ունեցող երկրների համար, ինչպիսին է օրինակ նաեւ Հայաստանը, սա հնարավորություն է ներկայանալու արտաքին շուկաներում անելու առևտուր եւ այլն։ Բնական է, որ մանրածախ ավանդական, այսպես ասենք, առևտրով զբաղվողների համար մրցակցային դիրքի թուլացում է, բայց մի կողմից հասկանալի է, մյուս կողմից այդ հնարավորությունները օնլայն առևտրի տրված են նաև այդ առևտրով զբաղվող մեր տնտեսվարողներին։ Մի փոքր այլ է խնդիրը, առանձնահատուկ է արտաքին առևտրի պարագայում, հատկապես մեր տեղական հայրենական արտադրողների դեպքում, որոնք մրցակցային լուրջ հարվածներ իսկապես կրում են։ Եվ այս իմաստով հատկապես արտադրողների եւ արտաքին առևտրաշրջանառության մասով իհարկե պետք է որոշակի ուշադրություն դարձվի, եթե ավելի գլոբալից նայենք, հաշվի առնելով մեր արտադրողների արտահանման հետ կապված առանց այդ էլ խնդիրներ, օրինակ դրամի տևական ժամանակ արժևորված վիճակը եւ այլն եւ այլն։ Մինչդեռ մենք իրականում ներհայաստանյան քաղաքականության շրջանակներում այսօր դեռևս տնտեսվարողի գործունեության օղակի սեղմում ենք շարունակաբար տեսնում եւ ոչ որևէ կերպ ցավոք սրտի աջակցություն։